ինչպիսի դրական աստղեր կան այս տարի 2026-ին բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են ցլի տարում։ Առաջինը դա ուրեմն կայսրի էներգիան է կամ կայսրի աստղն է, որը հայտնվել է ձեր դաշտում 2026-ին։ Կայսրի աստղը, էներգիան դա խոսում է իշխանության մասին, դա խոսում է դրական իրադարձությունների մասին եւ բերում է լիդերության էներգիա, ինչպես նաև բարձրացնում է ձեր անունը, ձեր ստատուսը սոցիումում։ Սա շատ լավ է, պլյուս դրան ստեղ մենք ունենում ենք նաև օգնող մարդկանց առկայություն, օգնող մարդկանց հնարավորություններ եւ տարվա ընթացքում հարցեր, որոնք չեն կարողանա ինքնուրույն լուծել, այդ ընթացքում մենք կարող ենք դիմել օգնության եւ հավանականությունը մեծ է, որ մեզ կօգնեն, որտեղ մենք ունենք կայսրի էներգիա կամ աստղ մեր էներգետիկ դաշտում։ Մյուսը դա վիշապի առաքինությունն է։ Դրանպես վիշապի առաքինություն էներգիան կամ աստղը վերաբերվում է նրան, որ մենք դառնում ենք խնդիր լուծող եւ խաղի կանոններ թելադրող։ Հարաբերությունները համարվում են ցլի տարում ծնվածների համար ոչ այնքան դրական 2026-ը, բայց ամեն դեպքում դրանք մեծ խնդիրներ չեն առաջացնի, այսինքն շատ մեծ խնդիրներ դուք այստեղ չունեք, ուղղակի պետք է մի փոքր ավելի ուշադիր լինեք ձեր կողակցի հանդեպ, եթե արդեն հարաբերություններում եք կամ եթե նոր եք ուզում ստեղծել հարաբերություններ, ապա մի փոքր պետք է ուշադրությունը ավելի շատ լինի։ Առողջության մասով։ Առողջության հետ կապված մենք ունենալու ենք խնդիրներ, ամենայն դեպս էներգետիկ առումով ձեր իմունիտետը մի փոքր ավելի թույլ է 2026-ի ընթացքում եւ այստեղ ունենք մենք հավանականություն հաճախակի առողջական խնդիրներ ունենալու մասով։ Դրա համար տարվա սկզբում լավ կլինի անցնենք հերթական ստուգում, եթե ունենք քրոնիկ հիվանդություններ, ապա դրանց մասով եւս եւ փորձում ենք բարելավել մեր իմունային համակարգը։ Սա շատ կարևոր